Հարգելի ունկնդիրներ, հայրենակիցներ, քույրեր և եղբայրներ, մի քանի անգամ նկատել էի այս ոմա կենտրոնի ուսուցման էջը, բայց այսօր ավելի շատ ուշադրություն դարձրեցի և որոշեցի խոսել նրանց մասին։ Մենք այսօր կանգնած ենք այնպիսի ժամանակի սահմանին, երբ յուրաքանչյուր հայի պարտքն է լինել ուժեղ, պատրաստ և պատասխանատու։ Մենք այլևս չենք կարող սպասել և հույս դնել միայն ուրիշների վրա։ Ժամանակն է գործելու, պատրաստվելու և դառնալու մեր երկրի ամենահյունասյունը։ Եթե դուք ցանկանում եք, երազում եք լինել ազգ բանակ, ամուր, պաշտպանված, իսկ ով է ձեր ձեռքը բռնում, ով չի ձեզ թույլ տալիս դա անելու։ Պարտադիր է, որ պետությունն ասի՝ դարձեք ազգ բանակ, օրենք հրատարակի և նոր դուք դա անեք։ Կան հնարավորություններ ստանալու ռազմական ուսուցում, խաղաղ պայմաններում, որը որ ձեր վախը, անհանգստությունը ավելի շատ կնվազեցնի և կտա ինքնավստահություն և ընդհանրապես դա ֆիզիկական նաև մարմնամարզություն է, պատրաստակամություն, դա ազդում է նաև հոգեկան հանգստության վրա։ Ինձ թվում է սա լավ լուծում կլինի, եթե բոլորդ մասնակցեք, կին, տղամարդ, կարծեմ 16 տարեկանից են սկսում, չգիտեմ, մանրամասներին կարող եք ծանոթանալ իրենց էջում, ես ուղղակի մի քիչ կբացատրեմ, ներկայացնեմ ձեզ, ես ձեզ տալիս եմ ուղղությունը, ինչպես կցանկանաք, այնպես էլ վարվեք, ես այսպես եմ ճիշտ գտնում։ Ինչ է տալիս ոման, ինքնապաշտպանություն, ռազմավարական, ստրատեգիական մտածողության հմտություններ, չէ որ դրանք կարող են պետք գալ պրակտիկապես կյանքում և ցանկացած սիտուացիաներում։ Տալիս է նաև առաջին օգնության գիտելիքներ կյանքեր փրկելու համար, երբեք չես կարող ասել, որ դա պետք չի լինի։ Ֆիզիկական պատրաստություն, իհարկե, և ինչպես կոլեկտիվորեն գործելու, ինչպես թիմը համագործակցի և այլն, առաջնորդներ լինելու հմտություն, եթե ձեզ պետք լինի ինչ-որ խմբի ղեկավարել, եթե ուզում եք լինել պատասխանատու ձեր ընտանիքի, ընկերների, հայրենիքի նկատմամբ, սա դա այդ հնարավորությունն է։ Եթե այսօր դուք չցանկանաք պատրաստվել, մի օր կարող է ուշ լինել։ Եթե պատրաստ ես, կփրկես ոչ միայն քո, այլև ուրիշների կյանքը։ Պատասխանատվությունը մեր ձեռքերում է, հիշեք դա։ Միայն ուժեղ ազգերն են ապրում։ Մի սպասեք, մի տատանվեք, միացեք նրանց։ Ես անպայման կմիանայի, եթե լինեի Հայաստանում։ Ուրախ պետք է լինեք, որ կա նման մի ուսուցման կենտրոն։ Սովորեք, պատրաստվեք, ուժեղացեք, հայը պետք է լինի անկախ, հզոր և միշտ պատրաստ պաշտպանելու իր տունը, իր ընտանիքը, իր հայրենիքը։ Հույսներդ մի դնեք բարակի վրա, նույնիսկ բանակի նորակոչիկներն էին անպատրաստ, ինչքան կյանքեր գնաց անպատրաստ զինվորների պատճառով։ Ինչու միայն ամբողջ ծանրությունը ընկնի զինվորների վրա, չէ որ դուք էլ կարող եք տեղն ընկած տեղը ինքներդ էլ կանգնել նրանց կողքին և արդեն պատրաստ կլինեք դրան։ Գրանցվեք ոմայում, հայոց ուժը հայի ձեռքում է և մեր ապագան միայն ու միայն ուժի մեջ է։ Մենք փոքր ազգ ենք, մենք պետք է լինենք շատ ուժեղ։ Իսկ դուք գործեք հիմա, քանի դեռ ժամանակ կա։ Մի խոսքով բերեք նայենք իրենց էջը։ Այո, իհարկե ուսուցումը կարող է ձեզ դարձնել անկախ, ինքնավստահ
և պատրաստ ամեն վիճակի։ Երբ ժողովուրդը կանգնի մարտահրավերների առաջ, մենք պետք է լինենք ինքնապաշտպանունակ և համախմբված։ Մի թողեք սրա պատասխանատվությունը ուրիշի վրա։ Ինքներդ հասկացեք, որ դա մեզ պետք է։ Ահա նայում եմ նրանց էջը, ինչ է նրանց առաքելությունը, ինչ են ասում իրենց մասին և ինչ կուրսեր կան։ Փաստորեն իրենց մոտ կան շատ տարբեր տեսակի կուրսեր, 10-օրյա հավաքներ, կուրսանտների վերապատրաստում, դասընթացներ Երևանում, հրետանավորների դասընթացներ, հայկական աշխարհազոր, առաջին օգնության դասընթաց, պահեստազորայինների պատրաստում, առաջին օգնության դասընթաց, ԱԹՍ օպերատորների դասընթաց։ Տեսնում եք ինչքան հետաքրքիր է։ Նույնիսկ եթե պատերազմ չլինի, այս ամենը շատ հետաքրքիր է սովորել։ Դա կտա ուժ և ինքնավստահություն։ Մեր առաքելությունը։ Վերջին մարտական գործողությունները ցույց տվին, որ կանոնավոր բանակը ի վիճակի է պաշտպանել երկրի սահմանները միայն սահմանափակ ժամանակով, քանի որ նա փոքրաթիվ է նրա քանակը, և կենդանի ուժի կորուստները կարող են շատ արագ թուլացնել նրա մարտունակությունը, ինչն էլ անհնար է դարձնում հարձակողական և հակահարձակողական գործողություններ իրականացնելը առանց պահեստային զորամասերի ներդրման։ Սակայն ՄՕԲ-ը, աշխարհազորը և կամավորները, ովքեր մասնակցում էին ռազմական գործողություններին, վատ էին պատրաստված, անկազմակերպ էին և մեծ կորուստներ կրեցին։ Ես կարդում եմ այս իրենց էջում էր գրված, տեսնենք գլխավոր բաժինն ինչ է ասում։ Ուզում ես խաղաղություն, պատրաստվիր պատերազմի։ Այժմ հայ բնակչության պատրաստվածության մակարդակից է կախված մեր երկրի ապագան։ Հայաստանի նվազագույնը 100,000 պատրաստված և զինված քաղաքացիները զինված չեզոքություն պահպանելու և հակառակորդին վստահաբար դիմակրելու հնարավորություն են։ Նրանք նշում են, որ ՈՄԱ-ում պատրաստվածությունը դա չի նշանակում ձեզ ուղարկելու են սահման։ Սա ուղղակի ինչպես հոբբի, ինչպես որևիցե խմբակ կգնայիք ձեր իսկ հետաքրքրության համար։ Սա չի նշանակում, եթե պատրաստվել եք, անպայման պետք է գնաք սահման։ Մարզումների օրացույցը նայենք։ Այստեղ կան 10-օրյա ռազմաուսումնական հավաք ՈՄԱ ճամբարում, մայիսի 2-ից 11, հրետանավորների պատրաստման դասընթացը Երևանում առայժմ չեն սկսել, ԱԹՍ-ների օպերատորների դասընթացները գրանցումը բաց է, կարող եք արձանագրվել, ինձ թվում է, երբ խումբը հավաքվի, այն ժամանակ էլ կսկսեն։ Լեռնահրաձիգների դասընթաց Երևանում, մարտի 31-ից տևողությամբ 1 ամիս։ Առաջին օգնության դասընթաց Երևանում, շաբաթական 2 օր, և կան ՈՄԱ-ի մասնաճյուղերը մարզերում, պատրաստվեք ձեր տարածքում։ Դա արդեն պետք է ուսումնասիրել, որ մարզերում կան։ Մի խոսքով, ընկերներ, սա շատ լավ հնարավորություն է ձեզ համար, նամանավանդ Հայաստանի պես երկրում և այսպիսի կառավարության իշխանության ժամանակ, երբ նրանք իրոք անհուսալի են և դուք չեք կարող պատկերացնել, թե կամ հուսալ, որ իշխանությունը յուրաքանչյուրիդ կյանքը կփրկի, յուրաքանչյուրիդ կողքին կլինի ինչ-որ մի ժամանակ, երբ դուք դրա կարիքը զգաք։
կոչ եմ անում ձեր քույրերին, եղբայրներին, զավակներին, ասացեք, որ գնան պատրաստվեն։ Եթե ուզում եք նրանց կյանքը անվտանգ լինի եւ նրանք փրկեն բոլորի կյանքը, ձեր կյանքը, նման ոմայի պես խմբեր ինձ թվում է կան, մի քանի հատ նկատել եմ, սա ճիշտ ուղղություն է, երբ որ ասում եք պրակտիկապես ինչ անենք, պրակտիկապես պատրաստվեք, սա իմ հորդորը, թող պետք չկա, բայց դուք միշտ պատրաստ եղեք, յուրաքանչյուր պահի, յուրաքանչյուր ամիս ու տարի, չէ որ դա ժամանակ է պետք հմտանալու, մարսվելու, հմտանալու կրակելուն եւ այլը, ժամանակ է պետք, մեկ օրում այդ ամենը չեք կարող սովորել, սկսեք ճիշտ ժամանակին, հաջողություն եմ ձեզ ցանկանում եւ ուրախ կլինեմ, ով որ որոշի մասնակցել գրի կոմենտներում, ես շատ կողջունեմ ձեզ, ովքեր այդ որոշումը կայացրել են, կասեմ բրավո, դուք իրոք հասկանում եք, թե ինչն է ձեր իսկ պատասխանատվությունը ձեր կյանքի հանդեպ եւ ուրիշների հանդեպ, եւ դուք կատարել եք գործնական քայլեր, առայժմս այսքանը, ստեսություն։